Շատ զավեշտալի դեպք ա եղել, ես ընկա ավտոյի տակ, սա կատակ չի, ավտոյի տակ եմ ընկել, բայց մտ բան եմ ուզում պատմեմ, սենց բաներ վաբշե չեմ պատմում, բայց որոշեցի պատմում, Տերյան փողոցում, այս վիդեոն գտնում եմ, որ կարող է երիտասարդը տեսնի էլի այս վիդեոն, ուրեմն Տերյան փողոցը ուզում եմ անցնեմ, պիտոմ չթույլատրվող մասով խոստովանում եմ, բայց կանգնում են, մեքենան կանգնում է, ցույց ա տալիս, որ անցնեմ։ Ես անցնում եմ փողոցը, մարդ չկա, ոչ մեկ չկա, ասես խախանդ բան աշխատանք է ես Տերյանի վրա, անցնում եմ ու մեքենան արագանում է, շատ ռիսկի, ես հիմա չգիտեմ, ինադուան թե հանկարծակի է իր մոտ լինում, շատ արագանում, մի երևի 5 մետրի վրա խոսքը գնում էլի, նենց արագանում, ուրեմն ես քանի որ ի ուրախություն ինձ եւ իմ ընտանիքի սպորտային մարդ եմ, հասնում եմ, բարձր թռնում եմ, ավտոն խփում է կոշիկիս, ոնց որ ոտից ու կոշիկիս, ոտը շատ չի վնասվում, համեր ասես ֆրցնում եմ, գնում եմ գետնին, ձեռներով կարում եմ ինձ պայեմ, էլի, ու սենց ոչ մի բան իրականում չի լինում, նայեք, ուղիղ ասում եմ դուք, զարմանալու է ոչինչ չի լինում, ու սենց որ ես կոպտում, զարմանքս հայտնում, ավտոն ճռռստում քշում է, ոնց կգժվեմ, ու սենց կանգնում եմ, մեկ էլ տեսա գնում է, դե Տերյանը ինքը նենց չի, որ կարանաս քշես ու ավտոն կանգնում է, որտեղ դիմաց ավտոն են ու կարմիրը, ոնց կվազեմ, գժված վազում եմ ու դիմացից մի հատ տղամարդ է դուրս գալի, տեսել է այդ իրավիճակը ու տեսնում ասում է բան չանես, աղջիկա, վազում եմ, եկել ինքը արդեն դե ջոգել է, որ էլ չի կարա փախնի, ավերոնկեքը միացնում է, դուրը բացում է, մի հատ 20 տարեկան սիրիահայեր կամ պարսկահայեր, ոնց որ սիրիահայեր, մազերը ասենք լպստած հետևը տարած, անթրաշ, որ նա չափալախի հրաշքը թափել վրից, կներեք, արդեն վազելուց այնքան էներգիա, ահագին վազում երևի 70 մետր ռիվոգ եմ արել, կան էներգիա տարա, որ հասա արդեն հանգստացել էի, իրականում ոչինչ չարել, ուսա դուրը փակիցի ասի գնա, գիտեք ինչի եմ էսի նեղվել տեսել էլի, արա վաբշե կապ չունի ինչ ա եղել, ոնց կարա մարդը ինչքան էլ այդ բան շոկ ա իրա մոտ, ոնց կարա քշի փախնի, ոնց կարա մարդ պատասխանատվություն չկրի իր արածյան մոտ։ Ուսյանում մենակ ես հարցում չի սենց, լիքը հարցել կան, բայց շատ խնդալու էր, որ այնքան մազերն են որ կողքից իմացել էին աղջիկա, բայց երիտասարդ էր, որը ներողություն խնդրեց մի 67 անգամ, իրականում մատով չկպա իրան, բայց դուրը փակից ասի գնա, բայց այդ տղեն ընտանիք ուներ, ոնց է պատասխանատվություն կրելու, լավ է ինձ բան չեղավ, լավ սիրուն էի հագնված, քիչ կոշոտվեցի, լսած սենց, մի վթարի պատմություն, սա իմ կյանքում առաջին դեպք էր, մի միջայլոց, բայց պարկ ասել, կոշիկս կեղտոտվեց, մեկ էլ ձեռքերս։ Էլիզ Մելիքյանը բնակարան է գնել։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Նրա հետևորդներից շատերը շնորհավորել են ու ջերմ խոսքեր ուղղել Էլիզին։ Մի մասը ոչ միանշանակ է ընդունել, եմ շատ ուրախ եմ։ Star News-ը առանձնացրել է Էլիզի հրապարակման մեկնաբանություններից մի քանիսը, որտեղ Instagram-յան օգտատերերը անդրադարձել են Էլիզ Մելիքյանի հարաբերություններին, մեկնաբանությունները ստորև։ Ու ինչու Մելիքյանների ընտանիքը չի գրել ոչինչ, չի հավանել հոլովակը, նույնիսկ unfollow եք, տխուրում եմ, ահա որ։ Կեցեք Մելիքյաններ, որ կյանքի մեծ ճանապարհ հարթեցիք Էլիզի համար, շնորհավորում եմ հաջողված իրականության համար։ Շատ լավ է, որ ամեն ինչի հասնում ես, բայց զարմանալին գիտես ինչումն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ քեզ գտան, բերեցին իրենց տուն, ոչինչ չունեիր։ Այդ որտեղից կասես ձևերը մենք էլ իմանանք, կաղա ոսկու հան քեզ գտել կամ գերմանացի պլեն ունես պատվալում։ Մտածում եմ գցում բռնում, նորից գցում բռնում չեմ հասկանում, էս ինչ տաղանդ է իր ձևերն, ասա մենք էլ անենք։ Շնորհակալ եղի Արամից, որ ձեզ տուն ու տեղ է տվել, ճանաչում է տվել, դու այսօր իր շնորհիվ ես դարձել Էլիզ Մելիքյան։ Գրում են օգտատերերը։ Ողջույն սիրելիներս, եկել եմ ինձ համար շատ կարևոր ինֆորմացիայով կիսվեմ։ Այսօր շատ սպասված եւ իմ կյանքում շատ կարևոր օր է։ Շատ շուտով դուք էլ կիմանաք, ես ուզում եմ ամեն ինչ վերջնական լինի, որ անպայման տեղեկացնեմ ձեզ, կիսվեմ ձեր հետ։ Շատ կարևոր օր է իմ համար, եկել էի այդ ասել ու անկեղծ ասեմ, ահա որ հուզված եմ ու չգիտեմ ոնց էմոցիաներս թաքցնեմ։ Մի խոսքով սպասեք երեկոյան շատ լավ ինֆորմացիայով կիսվելու եմ ձեր հետ, վստահ եմ դուք էլ իմ հետ ուրախանալու եք ու իմ էմոցիաները կիսելու եք։
Շոումեն Արամ Մելիքյանը նրա ընտանիքի անդամները բավականին հայտնի, սիրված են եւ բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է Մելիքյանների եւ նրանց դստեր Էլիզի հարաբերությունները։ Էլիզը դադարել է հետևել Մելիքյաններին, Մելիքյաններն էլ դադարել են հետևել Էլիզին ինստագրամյան հարթակում։ Եվ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էլիզը որոշեց առանձին ապրել։ Նրա առանձին ապրելուց հետո համացանցում տարբեր քննարկումներ, տարբեր խոսակցություններ էին գնում, թե ինչու աղջիկը որոշեց ընտանիքից հեռանալ, թե ինչ է տեղի ունեցել նրանց միջև։ Այդ ամենից հետո Էլիզը մի քանի անգամ խոսել է այս մասին, սակայն որևէ հստակ պատասխան չի տվել։ Այս անգամ եւս ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ նրան հարց են տվել, թե ինչու նա չի հետևում ինստագրամյան էջում Մելիքյանների ընտանեկան էջին։ Էլիզը կրկին պատասխանել է հստակ պատասխան չտալով բուն հարցին։ Իսկ դուք կարող եք նվազագույնը ձեր հարցերը տալ ռեալ էջերով, գրել է Էլիզը։ Եթե 5 վիդեո նկարում ես ընտանիքիդ հետ, 6-րդը ընտանիքի հետ, չի նշանակում, որ ամեն ինչ վատ է։ Այսքանը։ Քանի որ շատ եմ այս հարցի հետ առնչվում եւ ունեմ շատ նոր հետևորդներ, եկել եմ ասեմ, որ փոքր տարիքից երազել եմ մենակ ապրելու մասին, դրա համար կայացրել եմ այդ որոշումը։ Եվ իդեպ մի քանի օր առաջ լրացավ 1 տարի, ինչ մենակ եմ ապրում։ Սուրբ Սատիկի տոնին ինստագրամյան հարթակում հայհայտնիներից շատերն են հրապարակումների տեսքով հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես են նրանք տոնում այս գեղեցիկ օրը։ Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանը եւս այդ հայտնիներից է, հրապարակում է արել իր ընտանիքի ծնողների, կնոջ, դստեր եւ որդիների մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ մեծ օրհնություն է, երբ այդպիսի մեծ ընտանիքով ես նշում քո Սուրբ Զատկի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ կադրերում չի երևում Էլիզը, որը վերջին շրջանում կարծես թե իր ընտանիքից հեռացել է։ Շատերն են այս հարցը երկար ժամանակ քննարկել համացանցում, թե ինչու առանձին ապրելուց հետո Էլիզի եւ իր ընտանիքի հարաբերությունները կարծես թե վատացան։ Այս ամենից հետո նրանք փորձում են ինչ-որ կերպ հերքել, որ լարվածություն կա, սակայն այնուամենայնիվ հրապարակումներից երևում է, որ Էլիզի մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ Արամ Մելիքյանն էլ շատ հաճախ հրապարակումներ է անում հենց Տելիկի եւ որդիների մասնակցությամբ եւ այդպիսով նշում, որ իր ընտանիքը ամբողջական է, իրենք միասին նստած ճաշում են եւ այլն։ Մեծ օրհնություն է, որ հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ։ Եվ նաեւ Անրին ու Տելիկը, իրենց մամայի պապայի եւ ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին։ Շիրներս Քրիստոս հարավի մերելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայօջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Օպրես մանջան։